Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեմ Քահանա Առաքելյանը, հայտնել է Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տունը, ինչից հետո սրբազանին տարել են քննչական բաժին։ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Արագածոտնի թեմի առաջնորդից ու Սաղմոսավանքի հոգևոր հովվից բացի ձերբակալվել են Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձինք։ Մամուլի տեղեկություններով հոգևոր այրերին ձերբակալել են Հովհանավանքի քահանա Տեր Արամի հաղորդման հիման վրա։ Նա շաբաթներ առաջ միացել էր Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին քննադատել հոգևոր իշխանությանը, հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել, որ վերադաս հոգևորականներն իրեն ստիպել են մասնակցել ընդդիմության Երևանում կազմակերպած ցույցերին։ Քննչական կոմիտեն ըստ էության հաստատել է, որ հենց այս հայտարարությունն է հոգևորականների ձերբակալման պատճառը։ Լրագրողները Արագածոտնի թեմի առաջնորդարանում ԱԱԾ աշխատակիցների են հանդիպել, մեր գործընկերներին փորձել են թույլ չտալ նկարահանում անել, պատճառաբանելով, թե քննչական գործողություններ են ընթանում։ Դուրս գանք։ Կոնկրետ մի փաստ կներկայացնեք, թե ինչու ես պիտի այս տարածքը լքեմ։ Գործողություն են Ինչ գործողություն։ Ինչ գործողություն։ Ինչ եք փնտրում։ Մենք չենք փնտրում, միշտ փնտրում։ Ինչ եք փնտրում։ Չենք կարող ասել։ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու դպիրը հայտնել է, որ Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին ձերբակալել են։ Ոչ մի հոգևորական հեռախոսին չի պատասխանում, անհասանելի են բոլորը։ Եվ սրան զուգահեռ բոլոր քահանաները այսօր ծես ունեն, հա, հոգարկավորության ծեսեր ունեն եւ բոլոր այդ հանգուցյալների, հա, sense բարեկամները չգիտեն ինչ պետք է արվի, որովհետեւ հոգևորական չկա թեմա։ Մեկ ժամից հակակոռուպցիոն դատարանը կվերսկսի Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության քննությունը։ Քննչական մարմինը պահանջում է եւս 2 ամիս երկարացնել ազգային բարերարի կալանքի ժամկետը։ 3-7 ժամ քննությունից հետո դատարանը ընդհատել է նիստը այսօր շարունակելու համար։ Իդեպ նիստի ավարտին ոստիկանական ավտոշարասյունը, որը տեղափոխում էր Սամվել Կարապետյանին, խուսափել է անցնել Թբիլիսյան խճուղում հավաքված գործարարի աջակիցների մոտով եւ փոխել է ճանապարհը։ Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից կազմված խումբ է աշխատում, հայտնել են փաստաբանները դատական նիստից հետո։ Իդեպ երեկվա նիստին մասնակցել է նաև Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Պաշտպանները հայտնել են, որ դատարան ներկայացված միջնորդությունը, որը քննիչը ընթերցել է ավելի քան 2 ժամ, որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այդ իմաստով կարծում եմ գործընկերներս էլ համաձայն կլինեն, մեր աշխատանքը կրկնակի բարդանում է։ Երբ դու գործ ունես իրավաբանության հետ, դա մեկ այլ պատմություն է։ Երբ գործ ունես մի, չգիտեմ, օրինակ կարող են կարդալ Մխիթար Գոշի դատաստանագիրքը, որը շատ ավելի օգտակար կլիներ, կարծում եմ ընդհանրապես նաև մասնակիցների համար, բայց դրա փոխարեն ընթերցում էին մի երկար անհետաքրքիր փաստաթուղթ, որը իրավաբանության հետ կոնկրետ Սամվել Կարապետյանի գործով ընդգծենք, որևէ առնչություն չունի։ Դա տևեց շուրջ երևի թե 140 րոպե, կլորացնելով ասեմ։ 2 ժամ 5 րոպե։ Լավ։ Պարոն Հակոբյանի ճշգրտության աստիճանը չափազանց բարձր է, այսինքն 125 րոպե ընդգծենք, այդքան ընթերցել են պարզապես միջնորդությունը։ Որից հետո մենք ունեցանք կարճ ընդմիջում, մի քիչ այն ավելի երկարեց, որից հետո մենք հարցերով հանդես եկանք, մեր հարցերը բավականին հստակ էին, տեղին էին, պատասխանները առնչություն չունեին հարցերի հետ։ Սա է այն մոտեցումը, մարտավարությունը, որը որդեգրվել է այս ողջ ժամանակահատվածում։ Ուղղակի պարզվեց, որ 52 թե 52 քննիչներից բաղկացած քննչական խումբը այս շուրջ 60 օրվա ընթացքում առնվազն իրենց դիրքորոշումները այդպիսին դեռ որոշ գործողություններ չեն հասցրել անել։ Դուք կարող եք հարցնել, իսկ ինչ գործողությունների մասին է խոսքը, բացարձակ պատկերացում չունենք, որտեղ դրանք կրկին Սամվել Կարապետյանին չեն վերաբերում։ Ինչևէ, բոլոր հարցադրումները հնչեցրեցինք, այնուհետև վաղը կսկսվի այն փուլը դատավարության, երբ պաշտպանության կողմն է ներկայացնելու իր դիրքորոշումը։ Իդեպ պարոն Ամստերդամը եւս մասնակցում էր դատական նիստին, բավականին հետաքրքիր հարցադրումներ ներկայացրեց, քննիչի պատասխանները կրկին հարցադրումների հետ առնչություն չունեին։
Ենթադրենք օրինակ հարց հնչեց, իսկ լավ, դուք օրինակ կոչերի հետ կապված այս մեղադրանքը ինչից ելնելով եք փորձել կառուցել։ Հիշեցման կարգով պարզապես նշենք, որ այս տարի Սամվել Կարապետյանի հայրն էր մահացել եւ հունիսի 17-ին, երբ Սամվել Կարապետյանը գտնվում էր Հայաստանում, 40-ի արարողությանն էր մասնակցում, դա էր հիմնական առիթը եւ պատճառը, որ վերջինս գտնվում էր հենց Հայաստանի Հանրապետությունում, այդ հանգամանքը եւս ընդգծվեց հարցադրմամբ, օրինակ քննիչի պատասխանը այն էր, որ իրականացվում է բազմակողմանի օբյեկտիվ լրիվ քննություն։ Խորին հարգանքով բոլոր ոստիկանների նկատմամբ, բայց վստահ եմ շատերը կհիշեն 102 կոչվող հաղորդաշարը, որի շրջանակներում միշտ նույն ձայնով մի տեքստ էր ընթերցվում, որը այդքան էլ այնպես չէ ժամանակակից աշխարհում մրցունակ է լինում։ Այդ ոճի պատասխաններ էին հնչում քննիչի կողմից։ Պարզապես եթե 102 հաղորդաշարի շրջանակներում ինչ-որ կոնկրետ դեպք էին նկարագրում, ստեղ դա էլ չկա։ Ինչևէ, ինձ գործընկերները տեղեկացրեցին, որ կարծես պարոն Ամստերդամի ասուլիսի ընթացքում հնչեցված որոշ շեշտադրումների հետ կապված որոշ մեկնաբանություններ են տեղի ունեցել, կարծում եմ աշխարհահռչակ ճանաչում ունեցող փաստաբանի կողմից իր գործունեության իրականացումը մեկնաբանել որպես գրող, իդեպ դա նույնն է, ինչ կոչ վերագրել Սամվել Կարապետյանին։ Մենք պարոն Ամստերդամին կտեղեկացնենք, որ չի բացառվում, որ իր նկատմամբ կարող է օրինակ կոչի հետ կապված մեղադրանք առաջադրել։ Էցի անվտանգության աշխատակիցները դատարանի բակում էին տեսնելու, թե կազմակերպության աշխատակիցները արդյոք եկել են աջակցելու Սամվել Կարապետյանին։ Աղմկահարույց այս տեղեկությունը լրագրողներին դատարանի բակում հայտնել է ՀԵՑ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Երեկ մամուլում լուր տարածվեց, որ ՀԵՑ-ի ղեկավարությունը աշխատողներին արգելել է գնալ դատարանի բակ ՀԵՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին աջակցելու։ Քիչ առաջ այստեղ ՀԵՑ-ի անվտանգությունից էլ մարդիկ են եկել են գույքագրեն, թե ովքեր են եկել։ Իհարկե, այսինքն ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Դուք հարցրեցիք ինչ եք եկել, պարոն Ղազինյան։ Չէ, կարող մի քիչ կոպիտ տնեի, դրա համար չհարցրեց։ Մեր նախկին աշխատակիցն է, որը եկել է այստեղ գույքագրի հասկանատենը ով է եկել, ով չի եկել։ Բացահայտվել է Իրանից Հայաստան թմրամիջոցների խոշոր խմբականակի մաքսանենգ ներկրման եւ իրացման դեպք։ Հոկտեմբերի 11-ին Երևանում եւ հարակից տարածքներում ձերբակալվել է Հայաստանի 3 քաղաքացի՝ 35, 43 եւ 50 տարեկան, ինչպես նաեւ 39-ամյա օտարերկրացի։ Նրանցից երկուսի մեքենաներում հայտնաբերվել է մոտ 8.4 կիլոգրամ թմրամիջոց, այդ թվում մոտ 5 կիլոգրամ մեթամֆետամին եւ 3.4 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Հաջորդ օրը հոկտեմբերի 12-ին խուզարկվել է օտարերկրացու Էջմիածնում վարձակալած քոթեջը, հայտնաբերվել է 238 գրամ հերոին, 144 գրամ ափիոն եւ 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Բոլոր կասկածյալները կալանավորվել են։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման եւ մշակման գործում մասնագիտացված ամերիկյան Միլիկեն ընկերության ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի զինված ուժերի նոր համազգեստի մշակմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զինված ուժերի նոր համազգեստի մշակմանը վերաբերող հարցեր, հայտնում է պաշտոնական աղբյուրը։ Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին գիշերը վերսկսվել են ծանր մարտերը, կան տասնյակ զոհեր եւ 100-ից ավելի վիրավորներ։ Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Պակիստանը աչք է փակում տարածաշրջանում իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչների ներկայության վրա։ Աֆղանստանի զինուժը հարվածել է Խայբեր Փախտունխվա նահանգի Քուրամ շրջանին։ Ի պատասխան Պակիստանը հրետակոծել է Աֆղանստանը կառավարող Թալիբան շարժման դիրքերը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Իտալիա-Իսրայել խաղից առաջ Պաղեստինամետ երկրպագուները բախվել են ոստիկանների հետ։ Նրանք պահանջել են, որ Իսրայելի ազգային հավաքականը լքի երկիրը։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է բաց թողել, ջրցան մեքենաներ օգտագործել։ Չնայած Իտալիան 3-0 հաշվով հաղթել է Իսրայելին, բողոքի ակցիաները շարունակվել են նաև խաղից հետո։ Բողոքավորները FIFA-ից պահանջում են զրկել Իսրայելին 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելու իրավունքից։
Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Գազայի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր։ Քաղաքը հիմնովին ավերված է, չկա որևէ կանգուն շինություն։ Կադրերում մարդիկ են, որոնք անցնում են Շեյխ Ռադվան թաղամասի ավերակների կողքով։ Մենք երբեք չէինք պատկերացնի նման մասշտաբի ավերածություն, սա ապոկալիպսիս է, կյանքի բոլոր հիմքերը ջնջվել են, մենք ապրում էինք այս վայրում, իսկ հիմա այն ամբողջությամբ ավերված է։ Վերադառնալուց հետո արդեն մի քանի օր է, ինչ տեղացիները ապրում են առանց սննդի, ներքնակների եւ անհրաժեշտ այլ պարագաների։ Երեկ մենք եկանք մեր տուն եւ տեսանք, որ այն գրեթե ամբողջությամբ ավերված էր, մոտ 95%-ով։ Տունն այլևս բնակելի չէ, գրեթե ամեն ինչ ավերակների մեջ է։ Ինչպես ենք ապրելու սրանից հետո։ Այստեղ ընտանեկան բիզնես ունեին, 20 տարի, մանկապարտեզ։ Ինչպես են այժմ երեխաները սովորելու եւ խաղալու, երբ ամեն ինչ ավերված է։ Դասասենյակները քանդված են, սա կյանք չէ։ Վերադարձածներից շատ-շատերը գիշերում են ինքնաշեն վրաններում, քաղաքում խմելու ջրի, սննդի սուր պակաս կա։ Երբ վերադարձա, ոչինչ չգտա, նույնիսկ իմ տան հետքը, այն ամբողջությամբ ավերակների էր վերածվել։ Միթե մենք ստիպված ենք լինելու հավերժ այսպես ապրել։ Մարդասիրական բեռնատարները չեն հասցնում քաղաք մտնել, չհասած անգամ մուտքին, սոված ծարավ մարդիկ կախվում են մեքենաներից, վերցնում այն, ինչին ձեռքները հասնում է։ Իսրայելի եւ Համասի միջև անցած շաբաթ համաձայնեցված Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլը ներառում է մարդասիրական օգնության մատակարարում, պատանդների եւ բանտարկյալների փոխանակում, ինչպես նաեւ իսրայելական զորքերի նահանջ դեպի Գազայի դեղին գիծը։ Հետագա փուլերի ընթացքում որոշվելու է Գազայի կառավարումը, Համասի ապագան եւ անկլավի վերակառուցումը։